Հայ ջրմուղ կոյուղի ընկերության գլխավոր տնօրեն եւ պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենը պատասխանեց Ազատություն ռադիոկայանի հարցին, թե բաժանորդներն այս ընկերությանը որքան պարտքեր ունեն ըստ Հայ ջրմուղ կոյուղու տվյալների։ Ասում միլիոններ ու միլիարդներ են, ավելավա թիվը չնշեմ։ Billions, yes. Անցյալ տարի 5500 դատական գործ կար, 2010-ին այս թիվն ավելի քան կրկնակի է եղել 12000 հայց։ We have people who want not to pay. It's just not a point. Ունենք մարդիկ, ովքեր չեն ուզում վճարել, այդ է խնդիրը։ Կոտայքի եւ Արարատի մարզերում սակայն բաժանորդները պնդում են, թե իրականում պարտքեր չունեն։ Բայց այս մուծել են, չեքերը տվել են, կամ ինչ արել են։ Ի պատասխան բաժանորդների այս պնդումներին Պատրիկ Լորենը հարցադրում հնչեցրեց. իսկ ում են վճարել։ They can have some reçu from somewhere and where Եվ չնայած այն բանին, որ ցույց են տալիս կտրոններ որոշակի, մենք տարիներ շարունակ ներկայացնում ենք, որ վճարումները կատարեն միայն բանկերում եւ փոստային բաժանվում են, ում են վճարել մենք, դա արդեն իրենց անհատական որոշումն է։ Գյուղերում բաժանորդները Հայ ջրմուղ կոյուղու հետ առնչություն են ունենում տեսուչների միջոցով։ Գյուղացի բաժանորդները պատմում են, որ տեսուչներն իրենց, այսպես ասենք, խորհուրդ են տվել վճարել ամսական 1000 դրամ եւ դրանով հարցը կփակվի, սակայն պարզվում է, որ տարիներ անց բաժանորդները հայտնվում են փաստի առջև։ Հայ ջրմուղ կոյուղի ընկերության գլխավոր տնօրենն այս կապակցությամբ ասաց. մի արեք այդպիսի բան։ Don't pay anything like that. Այդպես մի վճարեք, վճարեք միայն փոստային բաժանմունքներում եւ բանկերում, հայտարարեց Պատրիկ Լորենը։ If you pay some things to somebody and now it's in your statutes is not visible, go to the court against these people. Go, please go. You will help me. Իրանց ասեմ, որ այն մարդկանց եւ այն գումարները, որոնք դուք վճարել եք ու այսօր չեք տեսնում ձեր էպիկրիզի մեջ, այդ թերթիկի մեջ, գնա դատի տվեք այն մարդկանց, ում վճարել եք։ Դուք հաստատ մեզ կօգնեք, որովհետեւ մենք ուրախ կլինենք, որ It's forbidden for our employees to take money. It's forbidden in the company. Աշխատակիցների համար արգելված է գումար վերցնելը։ But it's a habit. Guy is knocking the door, he give 1000. Բայց քանի որ դա Հայաստանում But it's not like that now. դուրը թակում են, մարդուն վճարում են։ Հայ ջրմուղ կոյուղի ընկերության գլխավոր տնօրենը դժգոհեց տեսուչների աշխատանքից եւ ասաց, որ Հայ ջրմուղ կոյուղու 171 թեժգիծը գործում է հենց այդ նպատակով, որպեսզի մարդիկ իրենց բողոքներն անմիջապես հայտնեն, եթե որևէ խնդիր է լինում աշխատակցի հետ կապված։ Պատրիկ Լորենը չընդունեց պնդումը, թե Հայ ջրմուղ կոյուղին օգտվում է այն հանգամանքից, որ գյուղացիները մանրամասն չգիտեն իրենց իրավունքները, հետևողական չեն դատարաններում իրենց իրավունքները պաշտպանելու հարցում, քանի որ վստահում են տեսուչներին, եւ հենց դա է պատճառը, որ այս ընկերությունը հազարավոր հայցեր է ներկայացրել բաժանորդների դեմ, անտեսելով քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ նախատեսված վաղեմության ժամկետի հանգամանքը։ Կարելի է ասել, որ Հայ ջրմուղ կոյուղին ունի հրաշալի կառավարման համակարգ, բայց բաժանորդներն այդ իրավիճակում չեն վճարում։ But our service still has to be improved. As I tell you, we started with an average of 6 hours. We reached 15 hours. Ասեց, որ ձեզ մենք համարյա զրոյից ենք սկսել այսքան շատ վատ վիճակի։ We still have service in some villages where they receive water 2 times per week. Where, of course. Իհարկե մենք խնդիրներ ունենք գյուղեր, որոնք քիչ ջրամատակարարում են ստանում, բայց աշխատանքներ տարվում են, ջանքերը ներդրվում են։ But we have to invest, and we are coming with the level of investment which is given by the state to us. Եվ իհարկե ներդրումներ են պետք ու այդ ներդրումները մենք իրականացնում ենք այն մակարդակով, ինչքան որ պետությունն հնարավորություն ունենում վերցնել օտարերկրյա դոնորներից։ Արդյոք համարժեք են ձեր կատարած գործերն ու ձեր պահանջները բնակիչների։ We improve a lot. Of course, we still not reach the level we can have in Europe or in some other country. Yes. Մենք շատ մեծ բարելավման ծրագրեր ենք իրականացրել, բայց իհարկե դեռ չենք հասել այն մակարդակի, որ Եվրոպայում կամ But in Europe the price of the water is 10 times the price here. Բայց այն պետք է հասկանաք, որ Եվրոպայում ջրի ծառայության մատակարարման վճարը 10 անգամ ավելի է, քան Հայաստանում։
Պատրիկ Լորենը չժխտեց դիտարկումը, որ Հայաստանում եւ Եվրոպայում կենսամակարդակը նույնպես համեմատելի չէ։ Ինչ վերաբերում է հայ ջրմուղ-կոյուղի ընկերության տնօրենի եւ գյուղացի բաժանորդների պնդումների միջև առկա հակասություններին, ապա Պատրիկ Լորենը պատրաստակամություն հայտնեց բողոքներ ներկայացնող բաժանորդներին լսել, այցելելով մասնավորապես Դաշտավան գյուղ։